Խոշոր հրդեհ Երևանում այն բռնկվել է Կոմիտասի պողոտայի Երևան Սիթիի տարածքում տեղակայված սննդի կետերից մեկում։ Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ եւ 1 ավտոսանդուղք, հայտնում է փրկարար ծառայությունը։ Ռուսական ցորենով բեռնված գնացքը 15 վագոն ժամանել է Հայաստան անցնելով Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով։ Կառավարության տարածած հաղորդագրության համաձայն դեպի Հայաստան բեռնափոխադրումների սահմանափակումների վերացումը Ադրբեջանի կողմից կարևոր քայլ է տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնման եւ տնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նախորդին հայտնել էր, որ ղազախական ծագման ցորենը նույնպես ճանապարհին է եւ մոտորերս կհասնի Հայաստան կրկին Ադրբեջանի տարածքով։ Մինչև 2026 թվականի հունվարի վերջը Հայաստան կհասնի ռուսական ցորենի 132 վագոն Ադրբեջանի եւ Վրաստանի միջով, հայտնել է Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը։ Ըստ ռուսական կողմի առաջին խմբաքանակը ավելի քան 1000 տոննա հացահատիկ ուղարկվել է Ուլյանովսկի մարզի Դիմիտրովգրադ կայարանից եւ ուղևորվել Հայաստանի Դալարիկ կայարան։ Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ Թբիլիսիում 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ համերգի անցկացումն անընդունելի է եւ կոչ է արել վրացական իշխանություններին չեղարկել միջոցառումը։ Նշվում է, որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկ բախումների խորացմանը։ Կազմակերպությունը հորդորում է դիտարկել պետական մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը եւ արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության եւ մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն։ Ամերիկյան Միսիսիպի նահանգում պարարտանյութերի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հեղուկ ամոնիակի արտահոսք է առաջացել, հայտնել է նահանգապետ Թեյթ Ռիվզը։ Միջադեպի հետևանքով զոհերի կամ վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։ Նահանգապետը հարակից հատվածների բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արել։ Հայաստանում օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա նոյեմբերի 6-ից 9-ին այն աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։ Նշված ժամանակահատվածում տեղումներ չեն գրանցվի։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 17-ից 19, գիշերը 1-ից 2 աստիճան տաքություն։